Երևանցին կոնկրետ արդեն առնչվում է ամեն օր, հատկապես հիմնականում երեկոյան ժամերին մլակների խնդրին։ Ոչինչ, մի քանի միլիոն այդքան խայտառակ կոռուպցիոն սկանդալների մեջ մենք կներենք ձեզ մի ձև, որ դուք երկու հատ սրսկեք։ Զբաղված եմ, որ գնան տենա վարչապետ այդ օրը որտեղ ունի Երևան քաղաքում, չէ՞ մի հատ ման գնան այդտեղ ծաղ 1000 հոգով այդտեղ կանաչապատեն ծաղիկ անեն, գնան ուրիշտեղ ու դու լինելով յանի ժուրնալիստ, յանի պետք է դեմոկրատական արժեք, թավշյա հեղափոխություն, ժողովրդավարական բաստիոն, չգիտեմ եւ այլն բառեր տակ թաքնվելով, դու վարկաբեկեցիր ամբողջ այդ համակարգը։ Ամենամեծ սերիկայությունը երևանցիների մարդը տունը նստած դու իրավունք չունիր գույքահարկը բարձրացնիր։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, զրուցակիցս այսօր քաղաքային պլանավորող հաղթանակ կուսակցության նախագահ Վիկտոր Մնացականյանն է։ Պարոն Մնացականյան, ուրախ եմ եւ շնորհակալ եմ, որ չմերժեցիք հարցազրույցից առաջարկը։ Օրերս ձեր Facebook-յան էջում մի այսպիսի գրառում եք կատարել Երևան դարձած իմ մլակստան։ Իրականում սա կարծես թե հումորային տարբերակով եք դուք գրի առել, բայց իրականության հետ աղերսներ ունեն, երբ Երևանում երեկոյան քայլում ենք, մենք նկատում ենք, որ մրժեղները լցված են։ Ինչ խնդիր է սա եւ ինչպես կարելի է այն լուծել։ Հարցը շատ հետաքրքիր է, իհարկե դա գրվել է որպես կատակ, որտեղ ես իրականում արդեն ես բացօթի կարելի ասել կներեք գժանոցի մեջ Facebook-ը դարձել է մի քիչ շատ անկառավարելի եւ խառը էմոցիաների տեղ, բայց նաեւ հաշվի առնելով, որ մեր պետական, այսպես հանրային հեռուստաընկերությունից վերջացրած շատ, չեմ ասում Հայաստանի Հանրապետություն, թերթը չկար խայտառակ վիճակում, հա, որ ժամանակին գոնե վստահելի փորձում էր ստանալ լուրեր, Facebook-ը դարձել է մի հատ ինչ-որ տենց մի հատ խառնարան ինֆորմացիայի։ Բայց այդ Facebook-յան ուղղակի գրառում էր կեսկատակ, բայց ոնց հասկացա շատ մեծ տենց պոպուլարություն ունեցավ, որտեղ ինչի, որովհետև իրականում երևանցիները ասեմ տարիներ հետո, թե անգամ կոնկրետ սկսում են զգալ սխալ քաղաքային կառավարման հետևանքները, օրինակ բոլոր ոլորտներում սխալներ կան, բոլոր ոլորտներում ձախողումներ են։ Ես խոսամ Երևանից։ Համոզված եմ եւ տեսնում եք նույնը տարբեր մարզերում եւ շրջաններում, բայց Եվ որ մենք ասում ենք, որ կա կրիզիս կանաչապատման, ընդհանուր ոլորտում եւ ընդհանրապես էկոլոգիական հարցերով, հա եւ այլն փոշի։ Մարդիկ դες մեծաբերան ձևով, դες ինքնավստահ, ինքնասիրահարված փորձում են ներկայացնել իրենց սխալները կապել տարբեր ինչ որ, չգիտեմ, գլոբալ յանի խնդիրների հետ, բայց երևանցին կոնկրետ արդեն առնչվում է ամեն օր, հատկապես հիմնականում երեկոյան ժամերին մլակների խնդրին։ Մենք ես չյանքում չեմ մտածի, որ ես կարող եմ իմ երկրի վատ կառավարման, այսինքն վատ կառավարում են, նշանակում սխալ մարդու նշանակել ես այդ հոակի ղեկավար։ Ընդհանրապես մարդը մասնագետ չի։ Տարածումը ինչից է առաջանում։ Գիտեք, եթե շատ մասնագիտական, իհարկե շատ ավելի լավ մասնագետներ կարող են բացատրել։ Երբ որ ես մինչև անգամ աշխատում եմ քաղաքապետարանում, հարյուրավոր ծառեր եմ օրինակ ես ինքս մեր տնտեսություններում եւ այլն, հա, սրսկում։ Եթե քաղաքային դեկորատիվ ծառը հիմնականում թեղիներից է գալիս, բայց դա կապ չունի թեղիների տարիքի հետ, որը կարող անցնի արդեն օրինակ մենք գինենք որ Բաղրամյան փողոցը, Իսահակովի փողոցան եւ շատ փողոցներ, անգամ ինքը շատ ծառեր այդ Բաղրամյան փողոցի կաղնիներին անցնում, կաղնիներից անցնում է թփերին, թփերից անցնում է վարդեր, այսինքն իրանք ծախսած փողի հերնանիցում են, ինչի, որովհետեւ հունիսը մայիսից մինչև հունիսի կեսը միշտ լինում են անձրևներ։ Մի տարի շատ, մի տարի վատ։ Եվ այդ անձրևների պատճառով դու չես հասցնում, սովորաբար պետք է 2-3 անգամ սեզոնային այդ սրսկումներ անես։ Տարբեր դեղեր կան, տարբեր ծառերի համար, տարբեր հանդեղ մլակների եւ այլն։ Բայց երբ որ դու չես սրսկում, ասում են չեք սրսկում, ասում որ սրսկենք անձրև կգա, այղբեր դուք սրսկեք այդ ձեր միլիարդավոր բյուջեների մեջ, մի քանի միլիարդ բյուջե ունի այդ կանաչապատման հողը, ոչինչ, մի քանի միլիոն այդքան խայտառակ կոռուպցիոն սկանդալների մեջ, մենք կներենք ձեզ մի ձև, որ դուք երկու հատ սրսկեք, բայց շանսն է կնոր կարող մյուս օր արև լինի կամ անձրևը չգա, բայց մենք չոչնչացնենք մեր կանաչ ֆոնդը, այսինքն դա թազա ոչնչացման ձև է կանաչ ֆոնդի։ Չես սրսկում, մլակները, հետո հարևանից երկու հատ հարևան գնում են խոսացնում են այդ իրանց այդ քաղաքապետարանով, ասում են վայ մլակները պատան չեն կարում բացենք, եկեք կտրեք այդ ծառ։ Ինչ ընդամենը իրանք չեն սրսկի, իրանք իրանց գործը պետք է անեն, սրսկերը, սանիտարական էտը, երիտասարդացման էտը, դրանք մտնում են այդ process-ի մեջ, եւ այդ մայիսից հունիսից ընդամենը պետք է 2-3 անգամ սրսկել։ Վերջի մեքենա երբ որ բերել է, եթե չեմ սխալվում, Հայկ Մարությանի ժամանակ ա եղել, իրականում այդ մեքենան էլ ինքը ավելի
ենթադրում եմ այգիների համար, այսինքն պետքատու, որտեղ ինքը տրակտոր է, ես Երևանը 1 միլիոնից քաղաք, մայրաքաղաք, հաստատ արժաններ ոչ մի տրակտորի, բայց շատ բայց հայկը գոնե այդ պահին կրիզիսային որոշում արեցին Կրիստինա Վարդանյանը, ժամանակ գրագետ մոտեցում կար։ Իրոք սրտացավ։ Պատճառը ո՞րն է, որ չեն անում։ Այդ զբաղված են, որտեղ զբաղված են, որ գնան տենա վարչապետ այդ օրը որտեղ ունի Երևան քաղաքում, չէ՞ մի հատ ման գնան այդտեղ այդ 1000 հոգով այդտեղ կանաչապատեն ծաղիկ անեն, գնան ուրիշտեղ այս հրապարակը մաքրեն, գնան, չգիտեմ ինչեր անեն, ասեն գնան շատ թանկ, շուկայական գներից շատ ավելի թանկ ծառեր առնեն կամ ծառեր ոչնչացնեն։ Իրանք որևէ հետևողական բան չեն արել։ Բացարձակապես, այսինքն ոնց Սարալանջի, օրինակ եկեք վերցնենք կենդրոնի դեպքում։ Ոնց Սարալանջի այդ դոշը որ կա դեպի մանումենտ բարձրացող, ոնց Նորքի վիճակը կա, ոնց անգամ այդ Հրազդանի կիրճը, ոնց Ծիծեռնակաբերդի այն ամբողջ 100 հեկտարանոց տարածքը, մի հատ 4 հեկտար անում են, նկարում են ամենաերևացող տեղը, 2-3 տարի լեզուները 7 կիլոմետր խոսում են, բայց իրականում ոչ ջրում են, ոչ տիրություն են անում, էլ չեմ, որտեղ համակարգն է սխալ։ Ի սկզբանե Երևան քաղաքը չպետք է ունենար մեկ հողակ։ Դա պետք է ունենային բոլոր վարչական շրջանները եւ կանաչապատումը, եթե իրոք դες դա այդքան հետաքրքիր է մեր Երևանցիներն, ասեմ, հենց խնդրեմը տեղից առաջացավ։ Ինչի՞ դες նաեւ համաձայն չէ իմ աշխատանքի տարիներին։ Հասկանում եք, կանաչապատում է վաղբանությունը, դրանք կոմունալ ծառայություններ են։ Դրանք պետք է լինեն թաղապետարանների կոմունալ վարչության ենթակայության տակ հիմնարկներ, ոնց որ սաղ աշխարհում է, ոնց որ նաև եղել է մեր ժամանակ մոտ։ Բայց դրանք սարքեցին մեծ հզոր հիմնարկներ, մի քանի հազար աշխատողներով։ Թաղապետերը սկսեցին զրկվեցին, այսինքն արագացված հարց լուծելուց, ասենք եթե թաղապետ այդ կանաչապատման հիմնարկի ղեկավարի հետ կամ իր բրիգադիրները լավ չի, կարող է այդ օրերով չլինի։ Ես չեմ անում կարող կոնֆլիկտ կա, կարող իրար հետ մեկը լավ չեն, կարող է մեկը չեն հասնում։ Էլ չեմ ասում մեքենաներն են քիչ, այդ սրսկող սարքեր, այսինքն ժամանակին Երևան քաղաքում կար ընդամենը մի հատ երկար բարձր սրսկող Մաքսապետյանի ժամանակ էր ոնց որ կարողանում էր համարը միջով բարդի ծերը սրսկել։ Հիմա այդ մեքենան մի օրինակ ուղղակի լավ բերեմ, որ Երևանցին լավ պատկերացնի։ Ես տեսա օրինակ քաղաքապետարանը դնում է սրսկող մեքենան, անցնում է տրակտորը, ասես փչում է հաստ շիթով։ Նախ ինքը ծառանեց բանա, եթե ես իմ անձնականն եմ օրինակ սրսկում, ինքը պետք է 360 աստիճան անպայման սրսկես, անգամ կողքից ծառերը եւս, որը եթե այդ մալակը չի, որտեղ ինքը կարա մի փախնում այդ ծառերի վրա, հետո երբ որ մի քանի ժամից հետ գա, հասկանում եք, բայց ինքը որպեսզի չգնա այդ ծառերի վրա, այդ կողքիններն է պետք անես որ թույնը նրանց վրա ազդի, եւ այդ ծառը պետք է 360 աստիճան անես, ու ամեն ծառ հատ։ Ուրեմն ճիշտ չէ կառավարում, գրագետ չէ կառավարում, որ հասկանաք այդ խնդիրները։ Հիմա մենք դրա համար նույն Թումանյան փողոցը, որ ասենք կենսունակությունը կորուս, բացարձակապես կորուս չկար։ Իրանք չսրսկեցին 2 տարի, չհետեցին, տեսքը փչացրեցին իրանց ճակերտավոր, ասեցին մլակա հարևաններին է աջակցություն վերցրեցին, այդ խուժան ծառերը բերեցին պարտեզային։ Այսինքն վատ կառավարումը դա է, պետքա շատ մեքենաներ բերեն, բարձր, հատուկ հզոր սրսկող սարքեր բերեն։ Մեր ժամանակ է դժվար էր 70 տարեկան կանաչապատման բանվորներ ունեինք, չէին կարողանում այդ ծանր մենք սարքել ենք տվել, գնացել եմ ընկերոջս ցեխում սարքել ենք տվել, բայց շատ ծանր որ երկար փչի։ Ես եւ իմ մնացած, ասենք իմ ընկեր Արմենը կամ Շորը, մեր Սերգեյը, որ ճանաչված տղա Երևան քաղաքում, սրտացավ Երևանցի կենտրոնի բնակիչ, իմ հետ գալիս էր մենք առավոտյան 6-ին, ես նոր ժամանակ թաղապետ։ Օրերով գնացել ենք առավոտյան 6-ից 5-ից 6-ից 7-ը ջրել են, բան ենք արել, սրսկել ենք ծառերը, թփերը, որ որտեղ այդ տարիքով մարդիկ չեն կարող, որտեղ դա ծանր էր, որտեղ այն ինչ որ մենք ունեինք մեր տնտեսությունում չէր հերիքում, դա ընդհանրապես գնդաձևակացաների, բայց այդ մեծ բարձր ծառերին չէին կարողանում, բայց գոնե այդ հարցը լուծեցինք։ Պարոն Մնացականյան, ամիսներ առաջ մենք ձեզ հետ հարցազրույց ունեցանք, շրջեցինք Երևանի կենտրոն վարչական շրջանում եւ դուք արձանագրեցիք մի շարք խնդիրներ, ներկայացրեցիք, բարձրաձայնեցիք այդ խնդիրները, որից հետո մենք տեսանք, որ ակտիվորեն սկսեցին այդ խնդիրները լուծումներ ստանալ։ Ինչ է ստացվում, մինչեւ խնդիրը չի բարձրաձայնվում, չի լուծվում, այստեղ ինչ խնդրի հետ մենք գործ ունենք։ Դե երկի շնորհակալություն ձեզ, որովհետեւ գիտեք բայց դեռ տես քաղաք չեն կառավարում։ Եթե իրանք նստեն նայեն այսօր չգիտեն օրակարգը ինչ պետք է անի, ելեմ ասում, ռազմավարական մաստեր պլան չունեն, ռազմավարական մոտեցում բացարձակապես չունեն։ Իրանք ունեն ընտրությունից ընտրություն, ունեն որոշակի մոդայիկ թևեր, որը տեսնում են որոշ ակտիվ քաղաքացիներ կամ բլոգերներ, անունները չտամ, գիտեք ինձանից լավ, այդ մարդիկ մեկը բարեկարգման հարցով զբաղված, մեկը նստարանների հարցով զբաղված, մեկը կանաչապատման, մեկը չգիտեմ եւ այլն։ Բայց այդ մարդիկ չեն, մենք ընդհանրապես կորած ենք։ Դեք հիմա պատկերացեք, եթե այդ մարդկանց նման ունենենք 50 կամ 100 հոգի, հավատացեք, ուրեմն
Երևանի կարար ժամանցի նման աշխատեր։ Բայց մեր ասածը դա էր, թող իրան գնան, գան պրոֆեսիոնալ մարդիկ, այսինքն որ Երևանը սիրում են մեկ, գործից հասկանում են, ուշքի միտքը շին թույլտվությունները չի, այդ վաճառքները չի, հող հատկացումները չի։ Արդեն քանդվում են Ամիրյան փողոցում սալիկապատված այդ Նայեք, ախր այդ սալիկների ժամանակ հիշում եք որ մենք նկարեցինք ու մենք խոսում ենք տուֆի համար։ Նես չի որ սովետական միության ժամանակ այդ որ ամենաուժեղ քաղաքաշինարական ինստիտուտներից սկսած գիտահետազոտական փորձ եւ այլն, այդ մարդիկ տուֆի տեղը չգիտեին։ Տուֆը իհարկե մենք տարբեր տարիներով ասում ենք, որ Երևան քաղաքը հատկապես փոքր կենտրոնը պետքա լինի քարապատ, ոչ թե բետոններով։ Որոշ տեղերով ոնց որ են Աբովյանի փողոցն է, պատմական է, Մուրադոգանեսի չենց քաղաքապետներ եւ Կարեն Դեմիրճյանի հետ Լևոն Ջավադյանի հետ շնորհքով որ այդ գնացին Իտալիայից բերեցին այդ սիրուն պատմական սալիկները բետոն, բայց դա այնց իտալական տեխնոլոգիա է, որ դիզայնն է, ու ինքը արդեն դառնա Երևանի մաս։ Բայց այն նրանք, որը հետո են արել վատն են եղել, իհարկե դրանք պետքա փոխել եւ միայն լինի քարից, բայց ոչ տուֆից։ Տուֆ կարա լինի, եթե ինքը դու շատ մեծ ես անում, որտեղ ինքը դե ֆիզիոլոգիական, քիմիական բաղադրություններ ունի, որ պետք է չափ, ոնց է եկեղեցիներում 1000 տարիով մնում է, բայց եկեղեցիներում այդքան տեն շարժ չկա, եկեղեցիների մեքենաները չեն մտնում, մեկը պետք է մեկը կանձից հանդերձի ծանր մեքենաները գալիս են, կանգնում են, տերկատները դնում էլ չեմ ասում։ Ամենակարևորը տուֆը գոստով չէր համապատասխանում մայթի։ Եթե դու դնում ես մայթ, նախ պետք է քաղաքապետարանը պատվիրել համապատասխան այդ որևէ նախարարություն, քաղաքաշինության կոմիտեին, չգիտեմ, սրան դրան, ասել մեծ համապատասխան այդ բարակության տուֆը չի աշխատի, ինքը սիրուն է, ռեստորանում կաշխատի, բայց եկեք չմոռանանք, որ Երևանի մայթերը ցավոք ապահով չեն, ել չեմ ասում, հեծանիվ են քշում, ու ամենավատը սկուտերներ են քշում։ Իսկ այս սկուտերները դղ, չոր, ջարդում, փշրում են էդի։ Դրա համար մենք շուտով էլ չեմ ասում, որ ջուրը գալիս է ներծծում է այդ Երևանի ցրտից, ամառվա շոկից ինքը այդքան էֆեկտիվ չի լինի։ Ես շատ ուրախ կլինեմ, որ լինի, բայց չի լինում ինքը։ Ինչ լուծումներ եք դուք առաջարկում։ Ասենք մենք հազարատ ուրիշ քարեր ունենք։ Սկսած գրանիտից, ես օրինակ Մոսկովանում որոշ տեղեր տեսա, որ միակ դուրս եկել է, որ տրավերտինի հետ են համարել, բայց բազալտով։ Բազալտը սարսափելի կարծրի, շատ ուժեղ է, Գրանիտի հանքեր ունենք, թող պետությունը մի նեղություն քաշի, գնան գրանիտից բերեն Փամբակի կողմից, տարբեր տեղերից, հա։ Իհարկե ֆելզիտը չի աշխատի, իհարկե տուֆը լավ չի աշխատի։ Բազալտը ես մի քիչ իմ համար շատ կամ շենքի 5 պետք է անի, կամ մի քիչ ասում եմ տենց բորձուրա գերեզմանային քար է, բայց եթե բազալտն է լավ մշակես, սիրուն նախշեր անես, այլ քարերի հետ համադրես, ինքը շատ սիրուն կլինի, բայց ընդհանրապես մարդիկ չունեն, մի հատ մեկը առնում է, մի հատ ռեստորան, երբ մի հատ թաղապետ անցնում է, կամ այդ քաղաքապետ ասում է վերցրեք, դավայ, արեք, սաղ սկսում են առանց հասկանալու անել, հետո 2 տարի հետո տենում է սաղ քանդվել է, բայց միլիոններով փողերը գնացել է, հենց գնում ես որ մեկին ուզում ես մի հատ քրեական գործ կամ վախ ասես, ասում է հոп, մեզ փող դու մի ասա խափում ես, փող չեք տվել, դա եսին որ շինարարը մեզ լավություն ար, բայց այդ սաղ լավության հետևը որ թաքնվում են բիզնեսի սոցիալական պատասխանությամբ կա, ոնց ասեմ, կոռուպցիոն ռիսկեր, ել չեմ ասում շահերի բախումներ։ Հուսով եմ մի օր ընտրությունից հետո այս հարցերը կպարզաբանվեն ու շատ մարդիկ մինչև մի օր մեկը այդքան անորակ ու անօրեն շին բարեկարգումից սկսած վերջացած լիքը այլ քաղաքապետարան վարչության պետեր եղան։ Որևէ մեկը հիմա պատասխանության չի ենթարկվել, դա համարյով գալիս ասում է դե լավ շուտ տանենք էֆեկտ, դա գցենք Facebook-ում ընտրությունները եւ այլն։ Քաղաքային պլանավորող լինելուց բացի նաև կուսակցություն եք ղեկավարում, հաղթանակ կուսակցության նախագահն եք եւ ինչքանով մեզ հայտնի է մեր տեղեկությունների համաձայն, այսպես եթե ասենք, մինչև նախընտրական քարոզարշավը դուք որոշակի գործունեություն եք ծավալում, փորձում եք համագործակցության ճյուղեր, հա, գտնել որևէ կուսակցությունների հետ, որոնց հետ ձեր նպատակներն ու գաղափարները կհամընկնեին, բայց ի վերջո հայտ ներկայացրեցիք, որ չեք մասնակցելու ընտրություններին, որն է պատճառը, ինչու չեք մասնակցում եւ արդյոք չմասնակցելով որևէ ուժի աջակցում եք։ Գիտեք, շատ կարևոր հարց է, հատկապես ինձ համար, նաև որպես կուսակցության ղեկավար, իսկական շատ քիչ եմ ներկայանում, տենց որովհետեւ մենք 23 թվականից ակտիվ որևէ գործողություն չենք արել, որոշակի քննադատություններ եւ այլն, կարևոր քաղաքական հարցով չենք կարող դրենք, բայց ուղղակի ասեմ, որ մեր լիդերները իմանան, մենք չենք փնտրել որևէ մեկի հետ բացարձակապես։ Համարյա բոլոր օպոզիցիոն կուսակցություններից ունեցել ենք առաջարկ, համարյա բոլորի հետ։ Միասին գնանք, մի ցուցակով, չգիտեմ, ֆորմատը կարևոր չի։ Ամենայն հարգանքով բոլորին մերժել ենք, որովհետև ասել եմ, ես պատրաստ ենք մասնակցել մի դեպքում, երբ որ իմանայինք, որ երիտասարդությունը ակտիվ մասնակցություն ունի։ Ես հասկանում եմ, շատերը մեզ հետ ուզում են բանանել, որտեղ գիտեն մեր ռեյտինգը կամ ընդհանրապես Երևանյան խնդիրները, հա, բայց մենք բոլորին ասել ենք, որ մենք ուզում ենք մեր ֆոկուսը պահենք Երևանի խնդիրների վրա, առայժմ եւ հետագայում նաև որոշ քաղաքների եւ տարածքային զարգացման այլ մարզերում, բայց ոչ այսօր։
Եվ մենք տիրապետում ենք Երևանի խնդիրներին եւ մենք անգամ գիտենք դրան լուծումները։ Տրանսպորտից մնացած բոլոր ինչ հետ կապված այն այսօրվա ամենակարևորներից, բայց երիտասարդությունը չի գնում մասնակցության, Անիկ ջան, դա խնդիր է։ Երևանը, որ ամենաշատ երիտասարդությունը կամ ամենաակտիվն է, համալսարաններ ամբողջը կենտրոնացած այդ երիտասարդական կյանքը, երիտասարդությունը այսօր չի ուզում մասնակցել, երիտասարդությունը քաղաքականությանը նայում է վատ աչքով։ Ձեր չմասնակցության միակ պատճառը դա է։ Այո, ասում եմ, եթե դուք մենք դե որտեղ մի տարի է դեռ այս խոսակցությունների, եթե դուք ձևը գտնեք, որ երիտասարդությունը կարող ակտիվ, մենք մեծ սիրով կգանք, բայց երիտասարդությունը, այսինքն ծառերը մենք կտրեցինք, համալսարանի ծառերը Տալիկ Մանուկյանի ստորաբար ոչնչացրեցին տարբեր ուսանողական խորհուրդներով համալսարանի 6 հատ ուսանող, 5 հոգի ուսանող չեկավ Երևանի պետական համալսարանի դիմացի ծառերը։ Ես Էժանոկ ուսանող եմ համալսարանում, մեր մոտ թուփ էին կտրում, մենք կռիվ էինք անում։ Մեր մոտ մենք չեք պատկերացնում ինչ ակտիվ էինք այն ժամանակ, եթե 90-ականներին եմ ասում։ Հիմա երիտասարդության վեճը չի, կասկադի վերև ուզում են ոչնչացնեն, այդ որ հնարավոր անտառային տարածքն ինչ որ շենքեր կառուցեն, այդ իրանց ամենասիրած կասկադը, էլի ոչ մեկին վեճը չի։ Մի հատ ձևական շունիկի մի բան լինի, մի 1000 հատ ռեպոստ կանեն։ Ծառերը ոչնչացնում են, պատկերացնում եք իրանց օրյանց ծնողներիան պապիկներն են տնգե, իրանց երեխեքի համար Երևանի միակ շանսը, մենք չգիտենք 100 տարի 50 տարի հետո Երևանը քաղաք կլինի, բայց միակ բանը որ ես հաստատ գիտեմ, Երևանը պետք է լինի կանաչապատ մաքրութով քաղաք, միակ դա կփրկի, որ Երևանը կդառնա գոնե ինչ որ մի հարցով մրցակցային։ Բայց երբ որ ինձ հարցում են, իսկ դուք որպես կուսակցություն ո՞նց եք պատկերացնում երիտասարդությանը, աշխատանք կա իհարկե անելու, բայց ամենաառաջն են տարբերակներից մեկը մենք առաջարկում ենք, որ քվեարկությունը լինի էլեկտրոնային։ Մենք անգամ հաղթանակ կուսակցություն նամակ ենք գրել կենտրոնական տնտեսական հանձնաժողով, ես հանդիպել եմ, խոսացել եմ այդ ղեկավարության, ասել եմ չի լինի, պետք է էլեկտրոնային լինի, այսինքն ով ուզում է Փանցիկ ընտրությունը այդպես հնարավոր է ապահովել արդար։ Սա աշխարհում հնարավոր է, ինչ որ մի բան լինելու է, այսինքն շատ կարևոր է դա, որ երիտասարդներ ոնց ընտրեն, ասում ընկերներով գնում են օրինակ կասկադ կաֆե նստում են կամ որտեղ ուզում են, անգամ հավաքվում են, հետո Կիրակի օրը մեծ շատ դեպքերում մարդիկ հանգստյան օրա չեն ուզում շարժվեն տեղից։ Մեկը գնում է դաչա, մեկը գնում է հարսանիք։ Մենք ստեղ այդ ամեն ինչը որ ասում 5-ից 10% կորուստ է, պատկերացնում եք, դա մարը մարդիկ որ ասում են ինչի՞ այդ քիչ գնում ընտրության, որտեղ օրն էլ անհարմար, ինչպես դրե մի օր, ինչպես դրե Կիրակի, դե ուրբաթ, շաբաթ, Կիրակի կամ շաբաթ, Կիրակի, երկու շաբաթ, հետո 3 օր լինի այդ ընտրությունը։ Ձեր գնահատմամբ ինչու երիտասարդները հեռացված են քաղաքականությունից։ Մենք էլ երբ հարցումներ ենք անում, երիտասարդները պարբերաբար նշում են, որ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում։ Դուք ինչ եք առաջարկում, որովհետև դա պետությունը պետք է անի։ Երիտասարդները կան քաղաքականությամբ, երկու հիմնարկ, մի քիչ տենց սովետական բառն եմ ասում, այդ հիմնարկ առաջին հանրային հեռուստաընկերությունը, ես ինչեմ անդադ պատասխանատվության կանչում հանրային հեռուստաընկերությանը։ Հանրային հեռուստաընկերությունը ունի նորմալ երիտասարդական ծրագրեր։ Նորմալ, չեմ ասում եմ ռադիոներ, մենք ունենք այդքան ռադիո, առանձնապես ոչ մեկ, որի ռադիոն ենթադրում ես ավելի երիտասարդական, բայց ավելի տաքսի շոֆերների մասին է, քան երիտասարդության մասին։ Դա սխալ է, թող սա ռադիոյի տերերը մտածեն։ Երիտասարդության հետ աշխատանք չունենք։ Համալսարանների ուսանողական խորհուրդը 18 թվից որ այդ ուսակցականացված է, հիմա էլ ավելի վատ է։ Մենք դասախոս ենք, պատկասում մի քանի դասախոս հանել են, որ այսինչ կուսակցան են հարում։ Այս դարում դուք հասկանում եք Facebook-ի լայքի համար մարդուն գործից ազատում են ու երիտասարդությունը ձեն չան։ Եվ երրորդ ամենակարևորը այս գաղտնալսումները եւ անձնական սեփականության այս հերախոսները, մեկը սրանա ձայնագրում, մեկը մտնում է, պատկասում եք KGB-ն մտնում է այդ ԱԱՑ կոչված է, մտնում է մարդկանց հերախոս, գնում են զեկուցում են իրաց ղեկավարի, սա դնում է, չգիտեմ, իր քաղխորհրդով, իրանց մարդկանցով դնում լուսաբանում են։ Երիտասարդները դատենում են, սկսել են վախենալ։ Բայց երիտասարդները պետք է գնան եւ պահանջեն, որ չի կարելի որոշ բաներ, որ սրբություն է, գաղտնի նամակագրությունը, անձնական տվյալները, դա կարանի առողջական 1000 հարց, դու ոնց կարաս լինես պետության ղեկավար, ու դու լինելով յանի ժուրնալիստ, յանի պետք է դեմոկրատական թավշյա հեղափոխություն, ժողովրդավարական բաստիոն, չգիտեմ եւ այլն բառեր տակ թաքնվելով, դու վարկաբեկեցիր ամբողջ այդ համակարգը դեմոկրատական ու երիտասարդությունը հիասթափվել է։ Արդեն 8 տարի անցել է, ոչ մի օրինակ լավ չկա դեմոկրատական։ Կանք խայտարակ շատ քաղաքբանտարկյալներ, էլ չեմ ասում, որ եկեղեցու հանդեպ է ստոր քայլեր ինչ որ արվում է, երիտասարդությունը նայում վախենում է։ Դրանից ոնց որ ինքը տունը ստիպած տան ապրում են, ծնողների արծեցում են, ջարդում են, բաժանվում են, խփում են անգամ, հասկանում եք, մեկը մեկի լույսն անջատում, մեկին փող չի տալի։ Այս լրիվ նույն իրավիճակն է Երևանում։ Երիտասարդությունը հիասթափված է, բայց դրա միակ ձևը, Անիկ ջան, որ իներ գոն էլեկտրոնային, որ իրանք ընկերներով հա նստածն են երիտասարդ, գնացել են միտեղ, տղեկ են, աղջիկ են, բիսեդկում կլեն, կաֆեմ կլեն, ասում մեկը սաղին բոլորին ոնց է հիմա գալիս է, չէ՞, այդպես մեսիջներ, այսօր ընտրությունը խնդրում մեսիջ գաղտնաբար հավաքեք, գնացեք։ Այդ որ ասում են գաղտնությունը մարդիկյանց անձնական նամակագրություններից բանկային տվյալներից վստահում են, չէ՞ հեռախոսին, սմարթֆոններին։ Ես եթե մի բան սմարթֆոնում չկա, մտաղբերս լավ խոսք ասում, ուրեմն դա ապագա չունի հետագա, իմացեք։ Դու պիտի ամբողջը բերես այդ սմարթֆոնի վրա։
5 տարվա իր կյանքի ստրատեգիական երկրի ապագայի ամենակարևոր հարցը լուծվում է այդ ընտրություններով։ Երիտասարդությունը չի գնում։ Ես անկեղծ դրա համար շատ դեպքերում իրանց չեմ ներում։ Դուք Երևանին, երևանցիներին լավ ճանաչում եք, կենտրոն վարչական շրջանի ղեկավար եք եղել։ Ինչ եք կարծում, Երևանը այս ընտրություններին, ընդամենը 4 օր է մնացել, Երևանը այս ընտրություններին ում է ընտրելու։ Դժվար է ասել, ես իրականում ես կարող ասեմ իմ շրջապատում, որովհետև ես շատ դաշտային աշխատանք անում եմ ավելի շատ մարդաբանական առումով քաղաքի պատմության, մշակույթ եւ այլն։ Մի քիչ նուրբ հարց է, էլի, որ ասեմ կստացվի քարոզա, չեմ ուզում որևէ մեկին գովամ կամ որևէ մեկին փնովեմ, բայց ես կարող նկատեմ մի բան, որ երևանցիները նույնը էլի շատ նախ քիչ են գնում Երևանում։ Անկամ մեր քաղաքական ընտրությունների ժամանակ, ասենք հատկապես կենտրոնի բնակիչները շատ բաների պատճառություններով մարդիկ քիչ են գնում։ Կենտրոնի բնակիչները միշտ ամենապասիվ են, բայց նաև ամենաանդիմադին են։ Նայեք սերմացած հետաքրքիր հարց կա։ Պարզա որ մարզերում իշխող կուսակցությունը համեմատաբար ավելի շատ ձեն կավակի եղածից, այսինքն 20-ից 30%։ Երևանում ջախջախվելու են։ Իրանք ոնց որ ջախջախվեցին 23 թվականին, ընդհանուր երևանցիներ 9%-ն է իրանց ձեն տվել։ Պատկերացնում եք 9%-ը։ Ընդհանուր 24 էր, բայց երևանցիների 9%-ը ձայն տվեց քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, եւ այդ 9% կուսակցությունը ինչ որ գիշում եք դոգի հետ, մարդ գողացան բան, այդ սուտի դեմոկրատական, ես չեմ ասում նաև որոշ դեպքերում հանցագործ գործողությունների հետևանքով իրենք իշխանություն ձևավորվեց։ Այսինքն մարդիկ Երևանում իշխանություն չունեն, դեռ այդ որ իրանց դնում են բանետեղ, բայց քանի որ նույն երիտասարդությունը նույն են մնացածներ ուշադիր չեղան, մարդիկ ինչ արեցին, բռնեցին գույքարկը Երևանի բարձրացրեցին։ Մնացած բոլորը չեմ ասում մեքենա, որտեղ երիտասարդությունը շատ դեպքերում կարմիր գծերը չառնչում կամ այդ տուգանքների։ Ինչ հնարավոր էր բարձրացրեցին, բայց ամենամեծ սերիկայությունը երևանցիների մարդը տունը նստած դու իրավունք չունես գույքարկը բարձրացնել։ Որևէ մեկ այս դեպատներում նորմալ չխոսած, ոչ տրանսպորտից, ոչ անգամ մլակներից, ոչ այդ գույքը հարգից, որովհետև որն է խնդիրը։ Խնդիրը նա է, որ գիտեք հեղափոխությունները լինում են մայրաքաղաքներում։ Իսկ մայրաքաղաքներում իշխող ուժը ջախջախվելու է։ Ես նկատում եմ, շատ մարդիկ երբևէ կարող չմտածեն, որ կարող է օրինակ Հայաստան Դաշինքին կամ Ռոբերտ Քոչարյանը, բայց Ռոբերտ Քոչարյանը բան արել, անգամ Կանոն Դերեմերչյանը չի կարողացել հյուսիսային պողոտան։ Իհարկե տակը լիքը վատ պատմություններ կա։ Թող գնան այդ մարդկանց բռնեն, Ծիգի ղեկավարն է, կադաստրի պետ է եղել, չգիտեմ, հա, թող գնան այդ մարդկանց բռնեն պատժանեն, բայց այդ մարդիկ կարողացան, հասկացած այդ Սարալանջին, պատկասում եք Սարալանջը չներ կամ այդ Կինորայսիայի թունել չներ կամ Բաղրամյանի թունել չներ 8 տարվա մեջ միայն ոչ Ստորգետնյա պարկին կառուցեցին, ոչ միայն թունել կառուցեցին, այսինքն որևէ բերեցին շարժակազմ են Հայկ Մարությանից բերած, որ իմ համար իրական լավ բան էր, բայց սխալ էր, այսինքն այդ ձայնային ժոնգթոնգները Երևանի գլխին, դա իմ համար այդ ձայնային խնդիր ավելի շատ խնդիր է, ինչ որտեղ կարող է օրինակ հան այդ մաքուր օդը, որ հասկանում եք, սա իրար շահկապված է, բայց շատ մեծ խնդիր է երևանցիներին, օրինակ, մարզերում ոնց որ ուժեղ Հայաստանը տեսնում ենք մեծ հաջողություններ ունի, օրինակ ես ուժեղ Հայաստանում շատ ավելի շատ ընկերներ ունեմ, քան որոշ կուսակցություններում, բայց իրանք շատ ավելի ճիշտ են անում, օրինակ, ոնց որ Մամիկոն Ասլանյան Կիրովականում, չէ՞։ Այսինքն ինչ է, որովհետև Մամիկոն Ասլանյանը համայնքի ղեկավար ասոցիացիա։ Մենք ցավոք Երևանում չունեցանք ոչ մի թաղապետ, ոչ մի քաղաքապետ, որ ասոցիացվի որպես համայնք։ Այս սա է խորքայինը, ոնց որ խորքայինը երիտասարդությունը չի գնում ընտրության։ Այն նույնը մասնակցային կառավարում ես մարդիկ տենց է չիմացան, իրենց կուսակցությունը քաղաքացիական պայմանագիր, դա հայտնի, հիշում եք, մեր ֆրանսիական լուսավորչական այդ իդեաները վերցրեցին, բայց որևէ այս բացի այս վերջի մի ամիսը գնան բաժանեն, խոսան ժողովուրդ ջան, ես ձեզանից եմ, բայց այդ մարդիկ կապ չունեն, անգամ այդ արդեն սա սկսել են թանկ կոստյումներ հագնել, մեքենաներ տենց դերի մեջ են, ասենք մարզպետը կամ այդ պուճուր գյուղապետը կամ քաղաքապետը գնում է մի հատ պետքա շրջանում այդ բացած բանն է, այսօր աշխատանքային այցով գնացի ես իմ իր աշխատանքի ամենավա գործն է, հասկանում եք, հազար ներողություն, ընդհանրապես մի բան ասեմ նաև ոնց անգոր երիտասարդություն այդ միտքը մոռացա, բայց շատ կուզեմ։ Պետք է Հայաստանում, Հայաստանի Հանրապետությունում, որը ասես լուրջ ստանալ գեոպոլիտիկ խնդիրների առաջ է, չէ՞, հիմա մեզ ում են ռուսները թշնամասն են եւ այլն։ Ընտրությունը պետք է լինի պարտադիր։ Պարտադիր, ոնց ուզում եք օրենք ընդունեք, բայց ասենք չեմ ասում պատժես դրա համար որ չի գնում, բայց եթե ինչ-որ մեկը գնում ընտրության, օրինակ այդ ամիս, այդ տարի ազատում ես իրան գույքարկի 50%-ից, այսինքն խրախուսման միջոցներ դու ունես, բայց պարտադիր պետք է լինի, որտեղ էլի ցավոք քիչ մարդ գնում ընտրության, ունենում ենք այդ խնդրեմը, ոնց որ Երևանի գույքարկը բարձրացավ, չէ՞, բայց մենակ չմասնակցելուց արդեն մենք ունենում ենք կատաստրոֆիկ արդյունքներ մեր ընտրություններին։
Եվ պարոն Մնացականյան, վերջում կցանկանամ նշեք, թե հունիսի 7-ին, 8-ին ինչ պատկեր ենք մենք ունենալու, արդյոք ընդդիմությանը հաջողվելու է հաղթել, թե իշխանության վերընտրություն է լինելու եւ անկախ արդյունքից, անկախ պատկերից հետընտրական process-ները ինչպես եք դուք պատկերացնում, որովհետեւ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ ծանր հետևանքներ են լինելու երկու պարագայում են։ Դուք նման զարգացումների կանխատեսումներ ունեք, թե ոչ։ Դե գիտեք, ես չեմ ուզենա վատ բաներ մտածեմ, բայց ես վատ բաներ նկատում եմ վերջի, ասենք օրինակ երեկվա Մասիսի, այսօրվա Արթիկի ծեծ ու ջարդ, այսինքն նույն այն ժամանակեր մշում այսինքն եք բան ասում կամ նույնն է կանում ավելի բետար, որովհետև միշտ այնց այդ վատ խավ կա տարբեր Երևանում, տարբեր քաղաքներ, մարզերում, որ միշտ պատրաստ են ծառայեն վատ առումով այդ իշխանություններին, որ մեկ երեխու նշանակեն միտը գործի կամ միաչին թույլտվությունը օրինականացնեն։ Հիմա ես իրոք շատ ցավում եմ, որ պատկերացնում եք, ես հանկարծ մտածում եմ, որ այս հունիսի 7-ից կարող պարլամենտում չհայտնվեն, օրինակ Էդմոն Մարուկյանի նման պրոֆեսիոնալ իրավաբաններ, ասենք падգամավորներ, ասենք չլինի Լևոն Զորաբյանի նման կամ ասենք Արամ Մանուկյանի նման, հասկանում եք, այդ հզոր մարդիկ այդ քաղաքական գործիչները չհայտնվեն, չլինեն, ասենք Մեսրոպ Առաքելյանը, չլինի մնացած, այսինքն ես նայում եմ անգամ իմ մեզ որ բոլորի սովորել իրավաբանությունը կուսակցություններից Սուրենի հետ, օրինակ Վարդան Այվազյանի իմ դասախոսն ա եղել, մեզ բոլորի սահմանադրական իրավունք այդ մարդն ա սովորացրել։ Այդ մարդիկ կարող է չանցնեն, ու անցնեն եսիմով։ ԿՊ-ից, որոնք ոչ ոնց որ ավականու անդամներն են եղել, հա, ոնց որ, բայց ոնց որ հավանական եք համարում, որ նրանք կվերընտրվեն, իշխանությունը կվերընտրվի։ Ում հաղթանակն է։ Չէ, ընտրություն չէ։ Ես խոսում եմ ոչ թե իշխանությունը կվերցնել, ասում պարլամենտ անցնելու։ Չէ, իրանք միանշանակ շանս չունեն։ Ասում Երևանում այդ մարդիկ 15% չեն կարող հավաքել։ Երևանում քաղաքացիական պայմանների կուսակցությունը 15% չի կարող հավաքի։ Ոնց հավաքի, այդ ցավամ, սա պրավալա։ Երկու դուք պատկերացնում եք մի հատ բակ են սիրուն արել, մի հատ բակ 8 տարվա մեջ քաղաքապետը գնացել է, վարչապետը գնացել է, կանգնել է, երեխու պես ուրախացել է, գնում է ուրիշ մարզեր խոսում է այդ բակից։ Արտգործ նախարարին հարց են տալի երեք։ Այդ արտգործ նախարարը բանու գործը թողեց, սա պրոբլեմա, գնում է լուրջ դեմքով այս դեսպանատոնը, ռեմոնտն է նայում, հետո գնում են երկրի դեսպանատան բացում է, հələ պատմեք, այս պատը ոնց է կարել։ Ձեռառնոցի այս մարդիկ չեն տիրապետում, հասկանում եք, ոչ մի խնդրին։ Հիմա այս օրինակները տալիս եմ, հիշում եմ մի ընկերոջ ասեմ, եկին չնեղացնեմ, բայց ինձ չի կարող, օրինակ Հայկ Մարությանը, որը ի տարբերություն շատ-շատերին, մարդը սիրված է։ Մարդը ճանաչված է, ինքը աբայեցին է, ժպիտ ունի, անկեղծ է, խնդիրներ չունի, որևէ մեկի հետ կապված չի, կամ ասենք Թաթոյանի նման, կամ ասենք Դավիթ Անանյան, որ հանրային ֆինանսների կառավարման լավ մասնակ այդ մարդիկ պետք է անցնեն։ Ես էլ խոսում եմ պարլամենտի մասին։ Էլ չեմ ասում, չգիտեմ, Բևերի կամ մնացած է տաղանդավոր նայում ես ինչ կլաս են ցույց տալի, բայց երիտասարդության իմիջիալից միակ շանսը ունի դեմը։ Դուք դեռ մեկ այդ մարդն նման կրեատիվ ոնց որ դեմեմ, նա պրոստը եթե իրենք քիչ շուտ պատրաստվեին անկեղծ կամ ես կամ շատերը կուզեին իրանց օգնել։ Այս սա է հարցը, բայց երբ որ դու նայում ես, հասկանում ես, որ հիմա պետք է ուժեղ ղեկավար։ Արդեն այս որտեվ այդ վարկաբեկված, այդ գորգորացող, սուտասան, այդ մարդիկ արդեն հոգնածրել են։ Ու իրական 8 տարին պետք է լինի վերջ, էլի, ով ուզում է լավ վատ է վերջ, 8 տարի ոչ մի շանս մարդը չի։ Փորձեր եղել մեր երկրում, տարբեր երկրում։ Միակ ձևը, որ մեր ընտրությունները եմ կրկնում, ես շատ կուզենամ այս միտքը շատեր հասկանան, որ ընտրությունները ինչ որ մի օր պետք է դառնան պարտադիր։ Դա է մեր ամենակարևոր։ Իսկ իշխանությունը ես շանս չեմ տեսնում, որ իրան կարող են անցնել 30% սաղ գումարեց Երևանով, մարզով եւ այլն չի լինի, բայց ես ուզում եմ, որ նաեւ առողջ լինի եւ նաեւ ուզում եմ, որ մեր հետագա իշխանությունը, ով ուզում է վարչապետը կամ նախագահան, բայց արդեն այդ զսպում լինի, չլինելի տոտալ մի հատ կուսակցության ձեռը, չլինելի տոտալ մի հատ ղեկավարի ձեռը։ Ու հիմա ես նոր առաջի անգամ տեսնում եմ, որ նա կարող նույն, չգիտեմ, անգամ Բարգավաճ Հայաստան կուսակցության, ասենք անցողիկ շեմից մի մարդ լավ տեխնաց ունի, որովհետև հիմա Նիկոլենց միակ մարդը կարող է երկիրը պարզ պահի, այս ղեկավարությանը մենա Գրիգորյանը, որը Բարգավաճ Հայաստան կուսակցությունից է եղել։ Այդինքն մերն է պատկասում եք, եթե չմնար որպես փոխվարչապետ, вообще խայտարակ են եղել Ռուսաստանով, մնացած տեղերով եւ այլն, բայց ինչ եղել, եղել է կոալիցիոն, չէ՞ այդ ժամանակ։ Կոալիցիան սարսափելի կարևոր լավ բան է, ու ես հույս ունեմ թե Երևանում, թե մնացած տեղերը կոալիցիան հաղթելու է եւ ես մեզ կարծում եմ մնացել է մի քանի օր, որ ես խայտարակ ծառասպանդից մնակներից վերադարձանք էլի մնակներին, մենք կունենանք ավելի լավ ու էֆեկտիվ կառավարվող երկիր։ Շնորհակալ եմ հարցազրույցի Ես համար։ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցակիցս քաղաքային պլանավորող հաղթանակուսակցության նախագահ Վիկտոր Մնացականյանն էր։